Բարևներ իմ սիրելի հետևորդներին, բարևներ նրանց, ովքեր նոր են միացել իմ կանալին, սկսենք այս գեղեցիկ վարդից, վարդի անունը Red Intuition է, նայեք ինչ գեղեցիկ ծաղկած է, մի հատն էլ այստեղ է նոր ծաղկում, նայեք ինչ գեղեցկություն է սիրելիներս, շատ քիչ ծաղիկներ են մնացել մեր մոտ վաճառքի, վարդերս ընդհանրեն այսքան են մնացել, սա կախովի ծաղիկներն են կաշպոները, նայեք իմ տնկացներն են մեր ստեղում լաբելիանը և բակոպաները, նայեք ինչքան գեղեցիկ են սիրելիներս, սա էլ պիտունյան է բակոպայի հետ մնացել, այստեղ գարլանդյաներից են մնացել, սկզբից այդքան էլ լավ չէին առնում, հիմա սկսել են լավ առնել գարլանդյան, որովհետև սկսել է շատ գեղեցիկ ծաղկել, նայեք։ Այստեղ ծաղիկները ընդհանուր մնացել են միայն սեղանի վրա, սիրելիներս, նայեք, գեղեցկություն, հլս դեղին բեգոնյան, նայեք, ինչքան գեղեցիկ է ծաղկել։ Բեգոնյաներս են մնացել, մուղ լիստ, սպիտակ ծաղիկներ, վարդխոտաներս նորից սկսել են շատ գեղեցիկ ծաղկել, մի քիչ մաքրել եմ չորուկները և շատ գեղեցիկ ծաղկում են, դե մարդիկ կան դեռ գալի գնում են, բայց շատ քիչ, այսպես իրնես, այս պիտունյան այնքան էր երկար է ճուղերը, ծերատել ենք, նայեք ինչ գեղեցիկ տեսք ունի կաշմոյի մեջ, պատկերացնում եք, որ ամբողջը պատված լինի ծաղիկներով, նայեք ինչքան գեղեցիկ կլինի սիրելիներս։ Այսօր մեզ մոտ շաբաթ է, այսօր հայտարարել եմ, գյուղացիներին տալիս եմ ձրի պիտունյաներ սիրելիներս, շատերը արդեն եկել տարել են, ուրեմն հեսա ձեզ ցույց տամ, ամբողջ ցիլիշկան պատված ա եղել պիտունյաներով, դե բոլորի ցույց եմ տվել, որ այս ամբողջ ցիլիշկայի վրա եղել է պիտունյաներ, նայեք, ամբողջը դատարկ է, չեք պատկերացնում, WhatsApp-ի ստատուսին եմ գրել, որ տալիս եմ անվճար պիտունյաներ, եկեք ու տարեք, ու ժողովուրդը եկել են շատ տարել են, չեք շատ տարել են, չեք պատկերացնում, նայեք այսքան է մնացել, սիրելիներս, որովհետև արդեն տեղը փոքր է նրանց համար բոյովանում են և արմատներ էլ տեղ չկա աճելու, մտածեցի ինչի չորանան, արդեն նորմալ չեն առնում պիտունյան, թող մարդիկ կան առնեն տանեն տնկեն, նայեք ինչ լավ տեսք ունեն, ես չի որ վատնա տալիս եմ, ամայա երևի մի 8 պալետ տարել են ծաղիկներով լեցուն, հիմա էլի սպասում եմ գյուղացիներից, դաժե ես եմ զանգում, որ ստատուսը չեն նայեն, զանգում ասում եմ եկեք բեսպլատնի պիտունյա տարեք և տնկեք գեղեցկացեք ձեր տարածքը սիրելիներս։ Իսկ այստեղ մնացել են միայն էոստոմաները, շատ դժվար են աճում էոստոմաները, բոլորս էլ գիտենք էոստոման դժվար աճող ծաղիկ է, բայց պարարտանյութից հետո նայեք ինչ գեղեցիկ բուտոններ են տվել։ Ով գիտի ինչ տեսք ունի գարշոչնի էոստոմա ծաղիկը, պատկերացրեք գնում են դաժե բուտոնները չերևալով, ժողովուրդ ջան, նայեք այստեղ, հլես թունջը նայեք կոկոմներով լեցուն, այստեղ ամենասկզբի պարտյան է այս կողմը, որը որ 2 անգամ ենք պարարտանյութով ջրել և նրանք կոկոմները շուտով կբացեն, հենց ծաղկեն, խոսք եմ տալի ձեզ, անպայման վիդեո կտեղադրեմ։ Այստեղ այս ամաների մեջ 3 հատով եմ տնկել, չգիտեմ ճիշտ եմ արել թե չէ, առաջի անգամ ենք էոստոման մշակում ժողովուրդ ջան, շատ դժվար է աճում, շատ դժվար են մեծանում և շատ դժվար են կոկոմում, այսպես սիրելիներս։ Եվ այսքանով սիրելիներս վերջացնեմ իմ այսօրվա վիդեոն, գեղեցիկ վարդով
սկսեցի ծաղկած եւ գեղեցիկ վարդով վերջացնեմ իմ վիդեոն։ Բոլորիդ թաղավ եւ առողջորեն մաղթում սիրելիներս, լավ մնացեք, հաջորդ վիդեոն անպայման կտեղադրեմ ինչպես մշակել սենյակային ծաղիկները, շուտով կլինի կանալում իմ խոստացած վիդեոն։ Բոլորիդ շատ սիրում եմ, շատ հարգում եմ, շատ շնորհակալ եմ բարի եւ անկեղծ խոսքերի համար։ Լավ մնացեք, առողջ եղեք։